Նոր ուսումնական տարին առանց արտասահմանյան գրականության ամբիոնի Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի վերջին նիստում ընդունված որոշումը բուռն քննարկումների առիթ է տվել։ Խորհուրդը որոշել է լուծարել 1929 թվականից գործող արտասահմանյան գրականության ամբիոնը։ Ըստ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի կատարվում է կառուցվածքային փոփոխություն, սակայն ամբիոնի վարիչի համար սա անձնական ու քաղաքական հաշվեհարդար է։ Հնդածս ինձ անդած գուշացնում են, որ այդ արտասահմանյան գրականության ամբիոնը հարվածի տակ է, ամբիոնի ժամերի պակասումը, նվազումը, որը գնում է երկու կողմանի եւ ադմինիստրատիվ եւ քաղաքական ռեսուրսով, սարսափելի խարան է հենց ԵՊ-ի համար, նախ որովհետեւ դա ընդհանուր զարգացման, արևմուտքի հետ ինտեգրման, ընդհանուր մարդկային արժեքների արժեբանության եւ կրթության առաջին գրավականն է դա մեկ, երկրորդ, որ ինքը պրոֆիլով ունիկալ է եւ այդպիսի մասնագիտացում չկա, այսինքն հնարավոր չի իրագործել այն, ինչ որ հիմա իրանք իրագործում են, ասում են ծրվեք տարբեր ամբիոններով։ Ի պատասխան համալսարանի ղեկավարության վստահեցման, որ դասախոսները կտեղափոխվեն հարակից ամբիոններ ու կպահպանեն իրենց դրույքաչափերը, մասնագետները մատնանշում են համաշխարհային փորձը։ Ըստ նրանց, եվրոպական առաջատար բուհերում ամբիոնը պահվում է նույնիսկ մեկ ուսանողի համար, որպես որակյալ կրթության երաշխիք։ Նանսիում, օրինակ, բանասիրական ֆակուլտետում մի հոգի գերմաներեն սովորողի համար պահում էին գերմաներենի ամբիոն։ Սորբոնում որոշակի մասնագիտացումները 4 ուսանողի համար ամբիոն են պահում, որտեղ իրենք հասկանում են, թե ինչ նշանակություն ունի մասնագիտական կրթությունը։ Ըստ պաշտոնական հիմնավորման, որը ներկայացրել է ռեկտորը, որոշումը կայացվել է ֆակուլտետի անձնակազմի հետ քննարկման արդյունքում։ Պատճառը խոշորացումն է։ Սակայն գիտական հանրույթի մի մասի համար ամենամեծ հարցականները կապված են որոշման ձևի եւ ժամանակի հետ։ Անուշ Սեդրակյանը պնդում է, ամեն ինչ արվել է գաղտագողի անմիջապես ընտրություններից հետո, առանց ամբիոնի անձնակազմին տեղյակ պահելու։ Ընտրություններից հետո անմիջապես գաղտագողի, առանց ինձ զգուշացնելու, առանց ամբիոնի անդամներին զգուշացնելու, բերեցին մի օրվա մեջ գիտխորհրդով լուծարեցի, պարզ չի, որ դա ընտրություններից հետո տեղ ունեցող ռեպրեսիաների համակարգն է, որի տակ մենք ընկանք։ Ամբիոնի դասախոս գրող Վահե Արսենը, որը շուրջ 28 տարի դասավանդում է այս պատերից ներս, իր հիասթափությունն է հայտնել կատարվածի վերաբերյալ։ Նրա խոսքով ամբիոնը, որը դիմակայել է տասնամյակների փորձություններին ու բռնապետական ռեժիմներին, այսօր փակվում է գրեթե միաձայն քվեարկությամբ։ Մեր ամբիոնը դիմակայելով բոլշևիկյան ռեժիմին ու ստալինյան բռնապետությանը զորություն չունեցավ դիմակայելու ներկա իրականությանը։ Գիտխորհուրդն իր որոշումն ընդունել է միաձայն, ընդամենը մեկ ձեռնպահ ձայնով։ Դուք կտրեցիք արևմտյան մշակույթի այս փոքրիկ բնորանի թաթիկները։ Ամբիոնի լուծարումը հարված է շատերի համար։ Ամբիոնի շրջանավարտները եւս չեն թաքցնում իրենց վրդովմունքը։ Անուշ Սեդրակյանի մասին կարող եմ ասել, որ հանրապետության լավագույն գրականագետներից է եւ շատ դժվար է նրա նման մասնագետ առհասարակ գտնել ամբողջ հանրապետությունում։ Եվ զրկել ուսանողներին, այս մասնագետներին ունկնդրելու հնարավորությունից պարզապես մեծ հանցանք է։ Հաշվի առնելով նաև, որ ոչ միայն Անուշ Սեդրակյանն է հեռացվում, պետական համալսարանից, այլ նաև մի շարք այլ շատ լավ մասնագետներ, ուղղակի պետք է արձանագրել, որ սա հերթական հարվածն է հազիվ շնչող կրթական համակարգին։ Սոցցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել ֆակուլտետի ներկա եւ նախկին շատ ուսանողներ, բողոքել են, զայրացել եւ ընդգծել։ Սա ցավալի է թե ուսանողների, թե դասախոսների, թե գալիք սերունդի համար։ Անձամբ ինձ համար սա կրթության եւ ակադեմիական ազատության նկատմամբ բռնության դրսեւորում է։ Չգիտեմ ինչ վարչական կամ քաղաքական հիմնավորումներ կան այս որոշման համար, բայց սա ցավալի եւ անարդար որոշում է։ Ինչպես կարելի է լուծարել մի ամբիոն, որն իրականում համալսարանի սիրտն ու ողնաշարն է։ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման գործընթացին ուշադիր հետևում են նաև ամբիոնի արտասահմանյան գործընկերները։ Միջազգային գիտնականները կոչ են անում հավաքել բոլոր փաստերն ու դիմել միջազգային դատարան։ Ալինա Սահակյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։